Սիրելի իմ ժողովուրդ, այսօր օգտագործում ենք հատուտիկի արմատ։ Հատուտիկը բոլորս գիտենք, որ ինչքան առողջարար է, ես բազմից եմ խոսել, մանավանդ դա գարնանը, երբ թարմ վիճակով հատուտիկի եւ տերևը, եւ ցողունը, եւ ծաղիկները օգտագործում ենք, բայց արմատը պետք է մենք հանենք անպայման ուշ աշնանը, լվանանք, չորացնենք, մաքրենք, օգտագործելու համար թեյի միջոցով ամբողջ ձմեռ, որովհետև թեյը շատ առողջարար է հենց մեր օրգանիզմին, բոլորդ գիտեք, ուրեմն վերցնում ենք հատուտիկի 1 թեյի գթալ, լիքը թեյի գթալ արմատներ եւ վրան լցնում եռացած ջուր, պետք է լինի տաք, որովհետև արմատները իրենք չոր են, որպեսզի շատ ավելի իր սննդարար նյութերը տա ջրին։ Իհարկե, սիրելիներս, կարող եք նաև դնել տաք վաննայի մեջ, որպեսզի էլ ավելի եւ թողնել 20 րոպե, որպեսզի էլ ավելի օգտակար լինել, կամ կարող եք այս նույն խատուտիկի արմատները 3-4 անգամ օգտագործել, որովհետև մեկ անգամից ինքը այդքան իր ամբողջ հրաշալի հատկանիշները չի կարող տալ այս ջրին։ Այնուհետև ինչի համար է հատուտիկը օգտակար։ Այն օգտակար է եւ ստամոքսաղիքային տրակտին, բայց այսօր մենք օգտագործում ենք հատուտիկը որպես լյարդի համար հրաշալի միջոց եւ շաքարային դիաբետից ձերբազատվելու ամենալավ ճանապարհը։ Իհարկե, եթե մենք ասում ենք շաքարային դիաբետից ձերբազատվել, այդ չի նշանակում հենց այս թուրմը օգտագործելուց հետո խմելուց ձեր մոտ շաքարը կարող է իջնել, դուք պետք է դրա համար պայքարեք, չարչարվեք, որովհետև առանց պայքարի ոչինչ չի ստացվում, այսինքն ինչպես է դա լինելու։ Հատուտիկի այս թուրմը խմելուց հետո դուք գնում եք քայլելու մոտավորապես 1 ժամ եւ արագ քայլ, կարծես ուշանում եք աշխատանքից, գալուց հետո անպայման պետք է սննդակարգը պահեք, այսինքն պետք է օգտագործեք բանջարեղենով եւ շատ թեթև սննդակարգ, անպայման ներառեք միսը 200 գրամ առանց յուղ, որպեսզի սպիտակուցների պաշարը լրացնեք օրգանիզմում եւ ունենաք էներգիա հաջորդ անգամ քայլելու, մյուս օրը քայլելու։ Սիրելի իմ ժողովուրդ, այս հատուտիկի թուրմը խմելով դուք նաեւ պետք է ստրեսային վիճակը ձեր կարգավորեք, որովհետև եթե ստրեսը լինում ձեր մոտ աստիճանաբար ուզեք թե չուզեք, եւ շաքարը կարող է բարձրանալ ձեր օրգանիզմում արյան մեջ եւ կարող է արյան ճնշումն ու սիրտը վատ աշխատել։ Դրա համար, սիրելիներս, պետք է սննդակարգ պահեք եւ հետազոտեք նաև մեկընթմել ձեր շաքարը արյան մեջ, որովհետև շաքարային դիաբետիկների թիվը բավականին շատացել է, երիտասարդացել է այդ հիվանդությունների թիվը, նույնիսկ անգամ ասում են, որ 50-ական թվականներին մեր մոտ շաքարային դիաբետիկների թիվը ամբողջ համաշխարհային մասշտաբով կրկնակի անգամ շատանալու է։ Սիրելիներս, օգտագործենք հատուտիկի արմատի թուրմ, որպեսզի լինենք միշտ առողջ։